Գիշերը շատ քիչ եմ քնել, քունս անում ահավոր, չտանջեք, եկեք մոտիկ երեխեք, եկեք մոտիկ, ով չի թողում, թողնատներ գա, չեք խանգարի, չեք Ախր ձերս իմ Պատրաստ եք ժողովուրդ Պատրաստ եք Պարոն Սիմոնյան, Իլհամ Ալիև Ադրբեջան Պարոն Սիմոնյան, Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական բեռնափոխադրումների համար այլևս սահմանափակումներ, խոչընդոտներ չեն լինի։ Արդյոք սա խաղաղության ճանապարհին գործնականորեն ուղղված քայլ էր եւ գուցե սա նպաստի, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրն ի վերջո ստորագրվի։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ այո, հաստատված խաղաղության ապացույցներից մեկն է եւ պետք է ասեմ, որ վստահ եմ, որ գալիք ապագայում նման քայլերի երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու, ողջունում եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը եւ պետք է ասեմ, որ մենք սպասում ենք նաեւ շատ կարևոր հարցեր ունենք, այդ հարցերի հետ կապված շուտապույտ լուծմանը։ Պարոն Սիմոնյան, այս համատեքստում նաև հանդիպել եք Մեջլիսի նախագահի հետ, խորհրդարանի իրենց, ինչ հարցերի շրջանակ է քննարկվել ոչ հրապարակային, որ ներկայացրել եք հաղորդագրությունը, եւ արդյոք այդ հարցերի մեջ մտել է գերիների հետ կապված հարցը, ինչ պարզաբանում կամ ինչ տեղեկություն կա այս առումով։ Գերիների պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ, այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այդ խոսակցությունը կար նաև հրապարակային մասում, երբ որ եթե իմ ելույթը նայեք, դրա մասին խոսվում է, եւ պետք է ասեմ, որ հանդիպումը շատ դրական եմ գնահատում, շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար կազմակերպչին, եւ պետք է ասեմ, որ մենք երկստեք այդ ընկալումը կա, որ պետք է պարլամենտները, խորհրդարանները իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, հանրություններին մերձեցնելու եւ խաղաղության իրականության մեջ ապրելու իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը եւ ես պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը նույնպես կար, շատ դրական ջերմ հանդիպում է տեղի ունեցել, պայմանավորվել են կոնկրետ քայլերի մեխանիզմ երկու կողմից քննարկենք եւ առաջարկենք։ Չէ, հիմա որ ասեմ, ճիշտ չի լինի, որտեղ հիմա իրանք տրամաբանությունն են հասկանում, մենք մեր տրամաբանությունն ենք քննարկում, պայմանավորվել ենք, բայց խոսքը չի գնում ենթադրենք հեռավոր ապագայի մասին, մենք երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչը արվի եւ հնարավորինս մեծ ծավալով եւ կրկնում եմ, այդ ամբողջ հանդիպման ամենակարևոր բաներից մեկը այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ է։ Ինչ որ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, հա, որ սենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց հնարավոր չէ, ասեց ոնց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցել մեր վրա։ Ասեցիք ինչու է Միջանցք բառը ասում Ալիևը։ Ես դրա մասին խոսել եմ, հարցրել եմ, ասել եմ, այո, եւ ի պատասխան հնչել է, որ դա այդ Միջանցք բառը իրենք ասել են նույն նարատիվը, որը նախկինում, որ Միջանցք բառի մեջ ոչ մի վատ բան չկա, իրանք կուզենան, որ Ադրբեջանի միջով Միջանցք անցնի, տնտեսական, այո, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրի, դա ասում է տարածքը տենց է կոչվել, դրա համար այդ տարածքի անունով ենք ասում, բայց ես վստահեցնում եմ ասած գործընկերս, որ կարող եք տեսնել իմ հայտարարությունները բազմաթիվ տեղը մենք տրիպ ենք ասում։ Ասում եմ ուղղակի երևի ժամանակի իր բացատրություն եմ ասում։ Ես չեմ ասում այն ինչ որ ես եմ այս ամենի մասին մտածում, այլ ասում եմ այն ինչ որ ի պատասխան իմ հարցին հնչեց, կարծում եմ դա ուղղակի խոսույթի տարբերության բանն է, խնդիր է։